Հապկի հայտնի գագաթնաժողովը Երևանյան եղավ, Հայաստանը վերջնական կարծես մոռացավ, որ կարելի է որևէ ակնկալիք ունենալ Հապկից, մանավանդ քաղաքական հայտարարություն էր մեր ուզածը, դա էլ չուզեց անել Ռուսաստանը եւ դրան ի պատասխան մեզ պատժեցին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը փակելով։ Դրանից հետո արդեն հասկացանք, որ այս ամեն ինչը ռուսների ձեռքով է եղել, իսկ Բայրամովի հայտարարությունը, որ մենք ռուսներին տեղեկացրել ենք Արցախի հարձակման, Արցախի վրա հարձակվելու վերաբերյալ, ես ոչինչ, որ իրենք ռուսներին տեղեկացրել են։ Ամենամեծ խնդիրը նա է, որ ռուսները հայերին չեն տեղեկացրել, Ստեփանակերտին չեն տեղեկացրել, եւ մենք բոլորովին ուրիշ տեղից ենք Ստեփանակերտում տեղեկացել այդ հարձակման մասին։ Ռազմաբազայում ծառայող հայ զինվորն է տեղեկացել Ադրբեջանի սպասվող հարձակման մասին եւ Ստեփանակերտին տեղեկացրել է Սամվել Չահարամանյանը անմիջապես բարձրացել է Շուշի, որպեսզի ադրբեջանցիներից հավաստիանա եւ այնտեղ ռուսներն են ասել, որ հիմա հարձակում է լինելու։ Այսինքն ռուսները նույնիսկ հարկ չեն համարել Ստեփանակերտին պաշտոնական Ստեփանակերտին տեղեկացնել այդ հարձակման մասին։ Դե հասկանում եք, չէ՞ ինչ ասել է 15 մարդիկ հետախուզական տվյալներ ունեն, Թուրքիան եւ Ռուսաստանը միասնաբար նաեւ մոնիտորինգ էին իրականացնում, Ադրբեջանը պիտի տեխնիկա բերեր եւ իրենք այդ մոնիտորինգի իրենց տեխնիկական կարողությունները հաստատ իրենց թույլ էր տալիս ավելի շուտ իմանալ այդ հարձակման մասին։